հայտնվեց նրա ճանապարհին Յան Էտեկի, այս հարվածը շտացվեց Համբարձումյան, փոխանցում Խոսե Բոյենոն հեռացնում է, ինչպիսի պաշարում է Նոայից Էլդեր, Հերի Ավագյան, առաջին փրկությունը Արատադեր, Մուրադյան հասցրագրում է գնդակը Գրիգորյանին, այստեղ Գոնսալո Սիլվան վրիպեց Մուրադյանն ընդդեմ Նուբիսիին կարողացավ կարճել գնդակից Մարիուս Նուբիսին, 3-4 մրցակիցների շրջափակման մեջ էր Թերրա, Տենտոն Զախով փոխանցում Համբարձումյանը նրա դիմաց է, սա էլ ուշագրավ հակամարտություն է այս խաղի շրջանակում Համբարձումյանն ընդդեմ Տենտոնի, գրոները զարգանում են նրա միջոցով, արագացում է կատարում նաև Թերրան, Նուբիսին հայտնվել է աչիեսրում, Սերգեյ Մուրադյանի հետ է պայքարում, Նուբիսի փոխանցումը կատարեց Տենտոն, արագորեն մոտեցավ Ալմեյդան, Դուարտեն, շատ կարևոր խաղերում նշանակալի եւ գեղեցիկ գոլեր խփել է Դուարտեն, Ջոնաթան Դուարտեն, Չանչարևիչ։ 3 մրցակիցների շրջափակման մեջ էր, բայց մնաց գնդակով Սանգարը։ Գեղեցիկ էր, սակայն ոչ արդյունավետ։ Կամո Հովանիսյան շրջանցում է Սանգարեին, Հովանիսյան մտավ Տուգանային հրապարակ, Նուբիսի։ Շեղ է արվածում Նուբիսին, այսքան մեծ ջանքերը Հովանիսյանի ջուրը լցրեց Մարիուս Նուբիսին, որը անընդհատ փորձում է գնդակներից կարճել, բայց գնդակ պահելուց հետո հաճախ սխալ փոխանցում է կատարում Ալմեյդա, Համբարձումյանը միացավ, Հելդեր Ֆերեյրա 1-0, Նոան բացում է եզրափակիչի հաշիվը, նորից նա Ժաուկի Ռուշ լավ փոխանցում էր Էրիկ Օկանսի, Մարիուս Նուբիսի, 1-1 Արատ Արմենիայի արձագանքը չի ուշանում, Գավաթի եզրափակիչը ֆանտաստիկ ընթացք ունի, ունեինք լարվածություն, ունեինք կրքեր, ունեինք դերին քարտեր, ունեինք գոլային պահեշ, եւ գոլերը թիմ անգամ վրիպեց, Դուարտեի հերվից հարվածը առանձնացավ եւ Չանչարևիչը փրկեց եւ խաղակեսի վերջն եմ ասում թիմերը մեկական գոլով փոխանակվեցին, Տենտոն, Չանչարևիչ, օգնության է հասնում Նոային, շատ լավ պահ է ունենում նաեւ Արարատ Արմենիան, այնպիսի խաղ, որում միայն մեկ դիրքում խաղա Հելդերը, խաղի ընթացքում եթե 3-4 անգամ նրա դիրքը չեն փոխում մարզիչները, ուրեմն ինչ-որ արտառոց երևույթ է տեղի ունենում, այսօր արդեն 2 դիրքում խաղացել է, Դուարտե, Տենտոն, փոխանցում դեպի Տուգանային հրապարակ, Հելդերը 10 ֆուտբոլիստով էր մի շարք դրվագներում փրկեց իր թիմին, Ուլադոմար լավ է, հաղթահարում մրցակցի ճնշումը Նոան Ուլադոմար, Հելդեր Ֆերեյրա, նորից նա է դառնում գոլի հեղինակ, փոփոխություններ կկատարվեն Նոայի կազմում, մինչև այդ իրացվեց անկյունայինը, գնդակը հեռացված է, Համբարձումյանը թույլ տվեց, որ Նոան կրկին շարունակություն տա գրոհին, այո, հենց Էրալդո Չինարին համար 11 և Մաթեոս Այասահամարին 9-ը մտնել խաղադաշտ, երկուսներ հարձակման գծից, Կամո Հովանիսյան շրջանցում է Մուրադյանի, Նուբիսի, հարվածների չունեցավ Շաղոյանը հայտնվեց մրցակիցների շրջափակման մեջ, իսկ Թորանիսոնի ոտքերի արանքով գնդակը չանցկացվեց։ Պակը զիջում է մրցակիցները, ինչի ոչ խաղում հակագրոհներով։ Յուրջին Պինսոնը հենց նման իրավիճակում էլ ունեցավ գոլային պարկ միջ առաջ։ Կրկին Հովանիսյան։ Փոխանցում դեպի Մարիուս Նուբիսին, գնդակը բաժին է հասնում Շաղոյանին։ Շաղոյանն ընդդեմ Համբարձումյանի ինչ փոխանցում էր, որևէ մեկը չեզրափակեց։ Գերազանց մրցաշրջան է անցկացնում։ Կրկին Հելդեր Ֆերեյրա։ Փոխանցում դեպի Այասը, Մաթեոս Այասն ընդդեմ Ժաուկի Ռուշի, սայթաքեց, բարձրացավ Այասը, Պինսոն, ոչ հաշիվը չի դառնում 3-1։ Նման պահերին հսկայական փորձ ունի, որը Եվրագավաթային բոլոր խմբային փուլերում խաղացել է, նաև Չեմպիոնների լիգայում։ Տենտոնն ընդդեմ Միրկովիչի, Տենտոն, հետ փոխանցում Օկանսի, Սանգարեն է, կազմալուծում Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականում հանդես գալու փորձ ունեցող ֆուտբոլիստը։ Մաթեոս Այաս, գերազանց
նորից արված ուղղակի չնաշխարհիկ գոլ է խփում Մաթեուսը։ Կազմակերպեցին Նոյի գոլային գրոհը, Պետրոսյանը փոխանցեց, Այասը եզրափակեց, Շաղոյան փոխանցում եւ կլինի արված թե ոչ, Նուբիսի փակում են գնդակի ուղին։ Վերջապես սպառնաց Արարատ Արմենյան, հիմնական ժամանակի վերջին րոպեին դա տեղի ունեցավ։ Շաղոյան, Հովանեսյան, Հովանես Հարությունյան, ևս մեկ հարված, Ներմին Զոլոտիչ։ Դարպասապայի դեր ստանձնեց Զոլոտիչը, իսկապես փրկողակ հանդիսացավ իր թիմի համար։ Միայն բաց թողած երրորդ գոլը ստիպեց Արարատ Արմենիային զարթնել եւ իրապես անհանգստացնել մրցակցին։ Ահա Հարությունյանը հարվածեց, հետո նորից հարվածեց եւ փրկում է փոխանցման մտած Ներմին Զոլոտիչը։ 6 րոպե հիմնական ժամանակին ավելացվում է։ Հիմա արդեն Արարատ Արմենյան հույս ներշնչում է, որ կարող է հրաշք գործել։ Հովանես Հարությունյան փոխանցում Տուգանային հրապարակ, Գոնսալո Սիլվան հաղթում է օդային պայքարում, Տենտոն, Հովանեսյան, Շաղոյան շատ լավ փոխանցում էր, Գբոմադու կրկին Գոնսալո Սիլվա